Նրան տապանում հյուրընկալել եմ քաղաքացու որոշում կուսակցության գործադիր մարմնի անդամ քաղաքագետ Հայկ Սահակյանին։ Պարոն Սահակյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերության համար։ Այսօր ազգային ժողովում քննարկվում էր վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին հարցը, ինչպես տեսանք, Հայաստան խմբակցության պատգամավորներն իրենց ստորագրություններով միացան այս գործընթացին եւ նախաձեռնողները ակնկալում են մի քանի ԿՊԱ-ականների միացում եւս։ Այսօր լսում էի Հայկ Մամիջանյանին, պատիվ ունեմ խմբակցությունից, ասում է, որ իմպիչմենթի գործընթացն առանց ժողովրդի աջակցության, առանց լայն հասարակական զանգվածների, առանց փողոցային պայքարի հնարավոր չէ։ Հիմա ինչպես կգնահատեք նրանց այս նախաձեռնությունը, այս ճանապարհով հնարավորություն կա Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, եթե ընտրություններին մի քանի ամիս է մնացել։ Այստեղ անկյունակարային հենց այդ խոսքը դուք ձեր երևույթ ավելի ճիշտ խոսքը դուք ձեր խոսքում ասեցիք, այդ որ այն էր, որ ընտրությունները մնացել են մի քանի ամիս։ Սա նախընտրական փուլ է, իրենք նույնպես հասկանում են եւ բոլորը պատրաստվում են ընտրությունների առաջիկա եւ այս իմպիչմենթի գործընթացը նույնպես այդ նախընտրական փուլի նախապատրաստությունն է, այսպես ասած, այդ ուժերը հիշեցնում են իրենց մասին, ցույց են տալի իբրև իրենց վճռականությունը, որ ահա տեսեք մենք ենք այն այսպիսի վճռական տրամադրված գնում ենք Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու, բայց իրականում այդպես չէ, նրանք պարզապես նախընտրական փուլում ասենց ակտիվանում են։ Եթե նրանք ուզենային իսկապես impeachment անել Նիկոլ Փաշինյանին, ապա այս ամենը հայտարարելուց առաջ, ժողովրդին հանգիստ թողնելուց ինչ-որ կոչով դիմելուց առաջ իհարկե, նրանք նախապես արդեն այդ որոշակի ԿՊԱ-ականներին գտած կլինեին, իրենց հետ աշխատած կլինեին, վստահ կլինեին, որ նրանք իրենց ստորագրությամբ եւ իրենց ձայնով միանալու են իրար, կանեին այդ արարը Նիկոլ Փաշինյանը բանի նման են, ինչպես ասում են, շամպանիան բանի նման դուրս կթռչեր վարչապետությունը, խցանում է եւ կվերջանար կգնար։ Առանց ժողովրդի տենց լայն զանգվածների եւ ինչերի բաների, հասկանում եք, մանդատը տված է իրենց գործունեության հնարավորությունը կա, դաշտը կա, ամեն ինչ կա։ Ժողովրդին թող հանգիստ թողնեն։ Ժողովուրդը ամեն ինչ արել է, ինչ որ պահանջել են մեր քաղաքական էլիտաները, մեր ռազմական էլիտաները, պարզապես նրանք իրենց անկարողությունը բան են անում քաղաքացիական լայն զանգվածների իբր չմասնակցության վրա, բայց մասնակցեն, որ ինչ անեն։ Նրանք են գնալու համոզելու ԿՊԱ-ականներին, ոչ իհարկե։ Ինչ մասն է խոսքը։ Պարոն Սահակյան, այս հարցը ուշադրության արժանի է այնքանով, որ կան քաղաքացիներ, վստահաբար ունենք քաղաքացիներ, որոնք տեսնում են, որ այո, ընդդիմություն կոչվածն էլ այդքան շահագրգիռ չէ, ամենայն դեպս իր գործողությունները այն մասին չեն, որ վճռականորեն Նիկոլ Փաշինյանին հեռացնեն իշխանությունից, բայց քաղաքացին ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից։ Հիմա այդ մարդը որ կողմ նայի, ում վրա հույս դնի, ում հետևից գնա, որ իսկապես Նիկոլ Փաշինյանին հեռացնելու այդ գործընթացը չլինի կեղծ իմիտացիա։ Ցավոք սրտի մեր քաղաքական համակարգը այնպես է կառուցված, որ մեր քաղաքացին մաքսիմալ զրկված է ազդեցությունից քաղաքական որոշումներ կայացնող մարդկանց վրա, հա, քաղաքական համակարգի վրա ազդեցություն ունենալու վրա։ Եվ ինքը 4-5 տարին մեկ, հա, եթե հերթական կամ արտահերթ ինչ-որ ընտրություններ չեն լինում, եթե հերթական են լինում ամեն ինչ, ինքը գալիս է, մտնում է իր շուտ մտ ընտրատարածք է իր քվեն տալիս է եւ գնում է։ Այդ մարդը այդ քվեն վերցնելուց հետո գնում է 5 տարի ինչ ուզում անում, հա, անկախ քաղաքացին ինչ էր ուզում։ Նրանց հետո նորից գալիս է այդ քվեն ստանալու հետևից եւ մեր քաղաքացին զրկված է այդ ընթացքում որևէ ազդեցություն ունենալուց։ Այս քաղաքական համակարգի ժամանակ քաղաքացիները ըստ էության ոնց ասեմ պետք է նստեն սպասեն։ Անդամենը պետք է նստեն հերթակ սպասեն, թե իրենց ճակատագիրը մի քանի հոգի ինչպես են որոշելու։ Եթե նրանք որոշեն, որ մեր քաղաքացին բոլորը կոտորվելու են, ոնց որ Նիկոլը 20 թվականին որոշեց, չէ՞, որ պետք է գնան մի 5000 հոգի մահանան ինչ-ինչ քաղաքական կամ տարածաշրջանային խնդիրներ լուծելու համար։ Գնալու են կոտորվեն, հասկանում եք, մեր քաղաքացին զրկված է իր ճակատագիրը որոշելու հնարավորությունից։ Հետաբար քաղաքական համակարգի փոփոխություն է պետք, եւ մեր քաղաքացիները պետք է գնան եւ ընտրեն այն քաղաքական ուժին բոլոր ընտրություններում, այ կամ առաջիկա ընտրություններում, ովքեր կառաջարկեն բանի մեխանիզմ, հետ բերելու մեխանիզմ, որովե կերպ ընթացքում քաղաքական համակարգի վրա ազդեցություն ունենալու որևէ մեխանիզմ։ Ես դա անվանում եմ հետկանչի մեխանիզմ, եւ եթե
մեր քաղաքացիները քաղաքական ուժերից որևէ մեկը նման բան առաջարկի, մեր ընտրողներին հենց խորհուրդ կտամ հենց նրանց Այս պահի դրությամբ չունենք այդպիսի ուժեր։ Այս պայդրությամբ կան նման մտորումներ, որովհետեւ մեկը նման բան չի առաջարկում, ընդհանրապես ում որ քննարկում ենք եւ խոսում ենք այդ մասին, բոլորը միանգամից բան են լինում, չէ՞, կարող է դա ինչ-որ ստաբիլության պակաս բերի կամ դեստաբիլիզացնի կամ չգիտեմ ինչ լինի, բոլորը միանգամից որովհետեւ մտածում են իրենց հաշվարկները որն է, չէ՞, այդ ծախս անեն, այդքան էներգիա ռեսուրս ծախսեն գնան հասնեն խորհրդարան, մեկ էլ հանկարծ պարզվի որ մի տարի հետո կարող են քաղաքացիներից հետ կանչել չեն ուզում, իրանք ուզում են իրենց հիպոթեկի հարցը լուծել, իրենց իշխանական, ֆինանսական բան, sense հարցերը, չէ՞, բայց դա լծակ կտա հնարավորություն կտա քաղաքացիներին տեսնելու եթե այդ մարդը իր ինչ օրակարգով էր եկել, չէ, ինչի համար մանդատ ստացել, այդ օրակարգը չի իրականացնում, որևէ մեխանիզմներ լինի, որպեսզի նրան հետ կանչել։ Այդ մեխանիզմները կարող ենք հանրային լայն քննարկումների առարկա դարձնել, նստել քննարկել, չէ, հազար մի փորձագետներ ունենք, իրավաբաններ ունենք, քաղաքագետներ ունենք, հենց դրա շուրջ նստենք մտը գտնենք մի հատ լավագույն միջոց, հնար, մեթոդ եւ դա կիրառենք։ Եվ այն քաղաքական ուժը որ կգա եւ կխոստանա որ դա անելու է, հենց իրան էլ կարելի է կվետալ, որպեսզի հետագայում այս համակարգը կարողանանք բան անել էլի, որտեւ ինքը անընդհատ վատից ավելի վատի միջև ընտրություն է, դեգրադացվող բանը համակարգ է, անընդհատ ավելի վատ հասկանում եք, միայն այդ համակարգում կարող է Նիկոլ Փաշինյանի նման քաղաքական գործիչ առաջանալ, միայն այդ համակարգում կարող էր ասենք Սերժ Սարգսյանի նման նախագահ լինել, Ռոբերտ Քոչարյանի նման նախագահ լինել, հասկանում եք, հələ մեր падգամավորները դրանց անսկզբունքային էլ այդ տեսակ կլինայիք, միայն այդ համակարգում կարող է նման քաղաքական գործիչներ հայտնվել, նման քաղաքական էլիտա ձևավորվել, դե դրանց կայացած վճիրներն էլ մեր համար վճռորոշեն եւ կենսական նշանակություն ունեն։ Բա եթե մեր մեջի վատեից ու ամենավատը գա, անընդհատ տականքը գա եւ որոշի մեր ապագան, ինչ ապագա ենք ունենալու, ոնց կարող է լուսավոր ապագա լինել։ Պարոն Սահակյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգում այն պատճառաբանությամբ, որ ժամկետն անց է, այսինքն չեն հասցրել հանձնաժողովը զեկույցը ներկայացնի սահմանված ժամկետներում, հետո Ալեն Սիմոնյանը ասաց, որ հնարավոր է փակ լսումների ընթացքում քննարկվի, այսօր էլ հայտնի դարձավ, որ ազգային ժողովի նախագահը շահագրգիռ կողմերի հետ քննարկման արդյունքում զեկույցն ուղարկում է ազգային ժողովի արխիվ։ Հիմա սա նորմալ է։ Եթե սա նորմալ չէ, ապա մենք որպես հանրություն ինչ ենթադրություններ պետք է անենք իշխանությունների այս վարքագծի հետ կապված, այն դեպքում, որ այս զեկույցը պետք է տար հանրությանը հուզող պատասխաններ եւ ըստ էության վերաբերում է բոլորիս։ Ախր դուք ռացիոնալ հիմքերից եք խոսում եւ խոսում եք քաղաքացու շահերի սպասարկման դիրքերից, չէ՞։ Այս իշխանությունները նման խնդիր չեն դրել իրենց արժեվ։ Եթե իրենք ուզենային մեր քաղաքացու շահերը սպասարկեին, ինչ է կարծում, նման կենսական նշանակության հարց է, կուղարկեին արխիվ պարզապես, չէ։ Օր առաջ դրանք պետք է հանեին, բացահայտեին բոլոր այն թերությունները, որի հետևանքով մենք նման ծանր եւ դաժան պարտություն ենք կրել։ Օր առաջ դա պետք էր արվել, բայց ինչ մենք տեսնում ենք, որ նրանք այդ կենսական նշանակության, այդ կարևորագույն մեր անվտանգության, մեր գոյության հարցը հենց այնպես շփրտում են արխիվ եւ վերջ։ Այդ նշանակում է իրենց դա չի հետաքրքրում, այդ նշանակում է մեր անվտանգությունը նրանց ընդհանրապես չի հետաքրքրում, մեղմ ասած թքած ունեն։ Հետևաբար մենք պետք է դրանց հետևություն անել եւ այդ մարդկանց ուղարկել քաղաքական արխիվ։ Առաջիկա ընտրություններին պետք է հնարավորություն կունենա մեր քաղաքացին, նրանց բոլորին հենց այդպես այդ նույն կերպ ուղարկել արխիվ։ Այսինքն միակ տարբերակը ընտրություններով որոշում կայացնելն է, պարոն Սահակյան, հիմա կոնկրետ այս հարցի դեմ ընդվզում պետք չի հանրային ընդվզում։ Իհարկե պետք է, բայց այդ պետքը սպասարկող է պետք։ Քաղաքացիները մենք տեսնում ենք, որ այդպես հանգիստ են վերաբերվում դրան։ Այս ամբողջ այս տուրբուլենտությունը, որ տեղի ունենում մեր հետ, այս մեր կյանքի հետ կապված այս անորոշությունների, այս ամբողջ շղթան, բերել նրան, որ մեր քաղաքացին հոգնել է, ճիշտ ասած, այդ ամեն ինչից եւ իր կենսունակությունը մի քիչ էլ անկում ապրել, ապացիայի մեջ է։ Ինչը մենք տեսնում ենք նաև ընտրությունների մասնակցության աստիճանով, 70% քաղաքացիներ վերջին քաղաքապետարանի ընտրություններում Երևանի քաղաքապետ, իսկ Երևանը մեր պետության մեծ մասն է, չէ՞։ 1/3-ն է։ Չեն մասնակցում, այսինքն նրանք թքած ունեն ով է գալու, ինչ անելու, բան դրա արդյունքում ասենք ինչ որ դոգ ընտրվեց, հասկանում եք, մի հատ հայոյախոս մի մարդ բան, այդ դոգի շնորհիվ բանը իշխող ուժը կարողացավ վերարտադրվել եւ այլն բան, չէ։ Այսինքն մարդիկ կոնկրետ թքած ունեն թե ինչ է տեղի ունենալու, միջև ես չգիտեմ, ինչ որ մի բանի սպասում են, ինչ որ մի առաջարկի եւ մեր քաղաքական գործիչները պետք է փորձեն հասկանալ քաղաքացիները պետք է շփվեն եւ հասկանան թե ինչ են ուզում նրանք։ Քաղաքացիները այսինքն ապացիայի մեջ մնալու են այնքան ժամանակ,
միջև լինի այդ որոշումը։ Իսկ դրանից բացի Նիկոլենք ինչ անեն, այդ ամեն ինչին արդեն հանգիստ են վերաբերում եւ այտենց մեծ էմոցիաներով չեն բանանում, չեն արձագանքում, որտեւ իրանցից դե ամեն ինչ սпасել է։ Այդ մարդիկ Արցախը տվեցին, Արցախ հայերին լնեք ինչ ստորացված վիճակում են պահում, Թուրքիայի բոլոր պահանջները կատարում են, Արարատը մոռանում են, բանը Աննան առաջին լեյցին վարչապետիկին այո, բացում եւ ասում է բանը Էրդողանի գիրքը դա մի այտենց ես իմիշ բանանում, այտենց քարոզումա որ կարդացեք այդ գիրքը, իսկ այդ գրքում գրված է որ հայերը պետք է լինեն պետականազուրկ, հայերը իրավունք բանը համայնքի կարգավիճակ պետք է ունենան եւ այլն, այսինքն ամբողջությամբ թուրքական պատկերացումներ ոչ մի լավ բան պետք չի սпасել նրանցից եւ հետեւաբար Այսինքն դուք ի սկզբանե մինչև հաղորդումն էլ ինձ այդ հարցը տվեցիք դուք չեք սպասում որ այս զեկույցը որևէ կերպ կհրապարակվի պարոն Սահակյան Նախ ես խիստ կզարմանայի որ այդ զեկույցում լիներ օբյեկտիվ որովհետեւ իրենք են գործել այդ հանցագործությունը, իրենք այդ հանցագործության մասնակից են եղել։ Ինչպես է կարծում, իրենք իրենց ձեռքն են կտրելու, թե իրենք իրենց դատարանի առաջ են բերելու։ Չէր լինելու, չէ՞ այդպես։ Բայց այնուամենայնիվ անկախ ամեն ինչից այդ զեկույցում լինելու էին որոշակի բաներ, որոնց վրա մենք տրամաբանական ինչ-որ բաներ էինք գտնելու ենք, չէ՞, պատճառներ որոշակի։ Ինչ-որ շղթաներ։ Այո, անպայման, որովհետև այդ անվտանգության հարցը առաջինից կարևոր հարցն է, հասկանում եք, որ Թշնամին եկավ, էական չի, իրանք ինչ են խոսում, ախր։ Թշնամին եկավ, ոչի ասելու չէ, Նիկոլը մեր աղբերն է, Աննան մեր ընկերն է, Հայկ Էլիզան է մեր Թշնամին, չէ, իրանց համար մենք բոլորս հայ ենք։ Մենք բոլորս Թշնամի ենք եւ հետեւաբար շատ ավելի լավ իրենց համար որ մեր մեջ կան մարդիկ ովքեր Թշնամու ջրաղացին ջուր են լցնում դա իդեալական բան է նման Թշնամու մասին ուղղակի երազել է պետք մենք կերազեինք չէ որ Ադրբեջանում պրոհայկական իշխանություն լիներ կերազեինք որ Թուրքիայում պրոհայկական իշխանություն լիներ հասկանում եք մենք հանկարծ լսենք տեսնենք որ ասենք Թուրքիայի Միլի մեջլիսում բանը քննարկում են Արևմտյան Հայաստանը վերադարձնելու հարցը եւ ասում են բայ ամոթ մեզ էս ինչ մենք էս ստոր ժողովուրդ ենք էս էս ինչ հանցագործ ժողովուրդ ենք մենք մարդասպան ենք մենք ցեղասպան ենք եւ այլն բան մենք դրա մասին երազում ենք չէ բայց փոխանակի այդ ուղղությամբ քայլեր անենք մենք անդադ նվնվում ենք եւ բանենք վայ բան էս ինչ եղավ այս ԿՊ-ն թուրքական շահեր է սպասարկում Հայաստանում վայ բան ընկճվում ենք դրա փոխարեն չէ պետք չի ընկճվել պետք է ռացիոնալ նայել այդ ամեն ինչին ինչպես են կարողացել Հայաստանում բերել այնպիսի ուժ որը սպասարկում է թշնամական պետության շահերը հենց այդ նույն մեխանիզմով պետք է մեր հարևաններին դիտարկել եւ այնտեղ ներդրումներ անել ֆինանսական ծախսեր այնտեղ անում ենք միլիարդատեր ունենք չէ հիմար բաների վրա ինչի վրա ասես ծախս են անում արձանիկներ են սարքում մեծ ու փոքր բան եկեղեցիներ են սարքում բաներ են անում մենք ուզում հիշեցնել այդ մեր հարուստներին որ անի մայրաքաղաքը 1001 եկեղեցիների մայրաքաղաք էր, հա, աշխարհում եւ այդքան տենց եկեղեցապատ մայրաքաղաք չկար ինչպիսին անիներ, դրա ավերակները մեզ իսկի չեն էլ թողում գնանք այդ մեր ունեցվածքին, իսկի չէ հերվից պետք է կարողանանք նայել, հասկանում եք, այսինքն այդ ունեցվածքը, այդ ռեսուրսը, այդ կապիտալը պետք է ճիշտ ներդրում անել։ Ալիևը ոնց է ճիշտ ներդրում արել։ Ներդրում արել անվտանգության համակարգի զարգացման վրա, ներդրում արել Հայաստանի հայ ժողովրդին ուսումնասիրելու վրա, ներդրում արել միջազգային հարաբերությունում իր այդ մարդասպան այդ կերպարը ինքը շատ ավելի ընդունելի է բան է աշխարհի համար, քան թե Նիկոլը իր այդ ժողովրդավարությամբ եւ այլն, չնայած այդ կվազի կեղծ ժողովրդավարությամբ հասկանում եք, սա աբսուրդ է։ Եվ պետք է հասկանալ, թե դրանք ոնց է արվում։ Եվ դա այտենց բարդ էլ չի, ընդհանրապես ուսումնասիրում ենք եւ հասկանում ենք պրիմիտիվ գործունեություն է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն,
Կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue։ Հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հիմա թրիփի հետ կապված սա ներդրում չի, որը Հայաստանի իշխանությունը փորձում է անել եւ ըստ այդմ նաեւ ապահովել ինչ որ առումով անվտանգություն։ Իհարկե ոչ։ Իվերթո այդ հուշագրի շրջանակներում Վաշինգտոնյան ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության թիմը Հայաստանում է կարծեմ մինչեւ այս ամսվա կես այստեղ են լինելու, պատրաստելու են մեր մասնակիցներին, աշխատելու են մեր սահմանապահ ուժերի հետ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մի հատ ավելի գեղեցիկ, ավելի լուրջ, ավելի ամուր փաստաթուղթ Ամերիկայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի հետ կնքել էր Ուկրաինան, ովքեր իրենց անվտանգության երաշխավորն էին լինելու դրա շնորհիվ, որ իր միջուկային զենքը փոխանցել Ռուսաստանի։ Հիմա Ամերիկան, Ռուսաստանը եւ Մեծ Բրիտանիան կիսում են իրար հետ պայմանավորում են Ուկրաինան կիսելու շուրջ։ Չի կարա թուղթը լինի անվտանգության երաշխիք։ Ոչ մի թուղթ անվտանգության երաշխիք չի։ Այդպես մի թղթի կտորով էլ մենք սևեր ունենք, սևրի պայմանագիր ունենք, մեծ, առելի մեծ Հայաստան, ուր է Հայաստանը։ Չէ, թղթի շրջանակներում արդեն կա գործընթաց, ես դա նկատի ունեմ, Այդ գործընթացը, այդ մաքսավորները, որ եկան, այդ մաքսավորները իրանց հետ բերում են հրթիռներ, այդ մաքսավորները բերում են տանկեր, միլիարդավոր դոլարների ներդրումներ, այդ մաքսավորների խնդիրն է։ Դե ոչ, իհարկե ոչ, բայց հենց այդ եմ ասում, չէ, բայց այդ մի հատ թղթի կտորով ինչ-որ մի հատ մաքսավոր են բերել, մեզ ասում են, հա տեսեք, գործընթացը ընթանում է եւ այլն, բայց անվտանգությունը մաքսավորով չի որոշվում։ Անվտանգությունը մեր ռազմական բյուջեի չափով օրինակ որոշվում, որը Նիկոլեն կրճատում են։ Անվտանգությունը օրինակ բանակում բարեփոխումներն են տեղի բանանում, դա է ապահովում անվտանգությունը։ Անվտանգությունը օրինակ մեր տնտեսության կախվածություն բանն է, փոքրացումն է կոնկրետ մեկ պետությունից հասկանում եք անվտանգությունը դա մեր տնտեսության ինքնաբավության աստիճան բարձրացումն է անվտանգությունը օրինակ մեր ատոմակայինը որը ցենց սիրուն սես գեղեցիկ էս մի քանի օր առաջ ջրեցին հենց դա է որ մենք պետք է ունենենք ոչ թե այդ մեր ունեցած ատոմակայինից հրաժարվենք ամբողջ աշխարհը ատոմականներ է բայց մենք հրաժարվել ենք մենք ատոմականից նոր ատոմական կառուցելու հրաժարվում ենք եւ ներդրում ենք անում Ալչուր մեզ խոստանում են, որ ամերիկյան այդ ինչպես է կոչվում, փոքր մոդուլային բաները, որոնք դեռ ընդհանրապես տեսական քննարկումների մակարդակում, այլ ոչ մի հատ այդպես մոդուլային այդպես ատոմակային չկա։ Դա մեզ զրկելու է միջուկային տերության կարգավիճակից, որով որ մենք հիմա կանք, որտեղ բոլոր այն պետությունները, ովքեր ունեն ատոմական, իրենք այսպես թե այնպես միջուկային տերություն են համարվում, ոչինչ որ մենք չունենք բան, միջուկային զենք ալչից ոչ թե ոչինչ, այլ դա ամոթ է բոլոր մեր են կառավարիչները, որ եղել են սկսել են կոմունիստների ժամանակներից մինչև օրս։ Հələ դեռ ասենք լավ են Կարեն Դեմիրճյան իրենց հասկանալի իրենք չէին կարող այդպես ինքնուրույն որոշումներ կայացնել, բայց Լևոնը, Սերժը, Քոչյանը, Նիկոլը, ով եք դուք, եթե ինչու չեն ստեղծել միջուկային զենք հասկանում եք ով էր իրենց խանգարում ոչ մեկ չէր խանգարում դա քաղաքական որոշման դա կամքի դրսևորում կլիներ եւ դա կլիներ այ հենց դա կլիներ անվտանգության երաշխիք ոչ թե ինչ-որ թղթի կտոր կամ մաքսավոր հասկանում եք այս է որ մեզ ռեալ իրական անվտանգության երաշխիք ինչը որ մեզ իսկապես անվտանգությունը ապահովելու դրանց մասին չենք խոսում
բայց մնացած ամեն ինչի մասին խոսում ենք։ Այդ մոդուլային ատոմակայանները դուք կարծում եք, որ Հայաստանին պետք չեն, Ոչ թե դրանք պետք չեն։ օգտակար Դրանք իրենց կարգավիճակով, դրանք ավելի փոքր են, դրանք նորություն են, դրանք կարող աշխատեն, կարող չաշխատեն, մենք դեռ չգիտենք։ Դե այդ ուղղությամբ ինչպես տեսնում եք, Հայաստանի կառավարությունը դեռ գործնական ինչ-որ քայլեր չի ձեռնարկում։ Իհարկե, իսկ մեր ատոմականին իր ժամկետները մնացել է մինչև 2035-36 թվականներն է մնացել, այսինքն 10 տարի ժամկետ։ Եվ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց սկսած ինչ Հայաստանի Հանրապետությունը 91 թվականից ինքը ձևավորվել է, Թուրքիան եւ Ադրբեջանը այդ ուղղությամբ աշխատանք են կատարում, որ Հայաստանի զրկեն ատոմական ունենալու իրավունքից, որովհետեւ դա մեր կշիռը, մեր ազդեցությունը տարածաշրջանում եւ մեր անվտանգությունը բարձրացնում է, իսկ իրանք չունեն նման կարգավիճակ։ Մենք էլ հանգիստ մեր Նիկոլի շնորհիվ տենց բան ենք անում։ Այդ ատոմականը տենց անջատում թողում ենք, որ ինքը դες գնա, մահանա կամ անգամ ինչ-որ ավելի վատ ինչ-որ բաների տեղի ունենա, նա ինչ-որ վթար տեղի ունենա, եթե նորմալ չսպասարկեն, իսկ իրանցից ամեն ինչ սպասելի է։ Եվ նորմալ adekvat դրան փոխարինող բան չեն անում։ Օրինակ Ֆրանսիան լավագույն տեխնոլոգիաներն ունի, միջուկային տեխնոլոգիաներն ունի եւ նա առաջարկում է որ գար մեծ նորմալ ատոմական սարքեր։ Հարավային Կորեան նույնպես ինքը աշխարհում առաջատարներից մեկն է, աշխարհում մի քանի տեղեր իրենք տասնյակով կառուցում բաներ անում ժամկետների մեջ հստակ նորմալ։ Այ մի հատ այտենց 1-2 նման ատոմական պետք էր կառուցել, որը մեր էներգետիկ անկախություն կապահովեր մեզ։ Իսկ աշխարհում հիմա էներգիայի պատերազմը գնում է արհեստական բանականության, բանի էս զարգացման շնորհիվ անընդհատ անվերջ ու անսպառ էներգիայի կարիք է լինելու, որը նոր թռիչքի, նոր զարգացման հնարավորություն է տալու բոլոր այն ազգերին, բոլոր այն պետություններին, ովքեր կապահովեն իրենց նման էներգիայի հնարավորություններով, նաև խոսքը նաև այդ կանաչ էներգիայի մասին է, ալտերնատիվ էներգիայի մասին է։ Ովքեր այդ ուղղությամբ ջանքեր կգործադրեն 20-30 տարետոն նրանք զարգացման այլ մակարդակում կլինեն, ովքեր չեն անի կհայտնվեն պարտվածների եւ մնացածներին սպասարկողի կարգավիճակում կհայտնվեն։ Պարոն Սահակյան, մի փոքր հետ գնանք ՄԱԿ-ի այդ գագաթնաժողովի շրջանակներում Մակամբյոնից եւ Ալիևին լսեցինք եւ Նիկոլ Փաշինյանին լսեցինք, Փաշինյանը մասնավորապես կարծես թե հստակ պահանջեց, որ Ալիևը պարզաբանի ինչ նկատի ունի այդ այսպես կոչված միջանցքի մասին բարձրաձայնելով։ Դուք ինչ դիտարկումներ կանեք ընդհանուր առմամբ թե Ալիևի թե Փաշինյանի ելույթների հետ կապված։ Դե դա ծիծաղելի է, գիտեք ամբողջ աշխարհը խոսում է, որ դա Զանգեզուրի միջանցքը հայերը տվեցին, Նիկոլ Էլիասովը ամբողջ աշխարհն է։ Ամբողջ աշխարհը, բոլոր փորձագետները, ես չգիտեմ մի փորձագետ հայերից բացի, Նիկոլա հպատակ, իշխանության երաժշտությունը փչող այդ փորձագետներից բացի, մնացած բոլորը ասում են Զանգեզուրի միջանցք։ Բոլորը հասկանում եք։ Հիմա որ Նիկոլը հել է նեղացել է սրանց գնում ասում է։ Բա որ այդպես է այդ խտում ինչու այդպես ձևակերպումն է այդպեսի չէ, պարոն Սահակյան։ Որ ձևակերպումը այդպեսին չէ։ Զանգեզուրի միջանցք չէ գրված Վաշինգտոնյան հռչակագրում։ Ինչ պարտադիր է կոնկրետ բառացի այտենց Դուք գրված եք ասում բոլորը այդպես են անվանում։ միջանցքը դա գործունի, դա բանը ոնց ասեմ, ֆունկցիա է, հասկանում եք, ֆունկցիա։ Հիմա մեզանից այդ մեր տարածքը վերսել են կամ այլ կերպ ասենք Նիկոլենք մեծ հոժարությամբ այդ տարածքը զիջեցին տվեցին ամերիկացիներին, ասեցին մենք չենք կարող պահել, դուք պահեք։ Իրանք էլ այդ տարածքում ինչ ուզենալու են անելու են։ Այդտեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը չի գործելու, այդտեղ գործելու է Ամերիկայի քաղաքական որոշումը եւ քաղաքական կամքը։ Իրանք այդ միջանցքը, եթե ուզենան տան թուրքերին, տալու են թուրքերին, ուզենան տան պարսիկներին, տալու են պարսիկներին։ Ճիշտ նույն կերպ ոնց որ ասում էին բանը Արցախը ասել տվեցին ռուսներին, տեսակ ինչ եղավ, այո, ռուսները չորոշեցին, որ դա տալիս են Ալիևին, տվեցին Ալիևին։ Խի պիտի կտային մեզ, ոնց որ Նախիջևանը վերսեցին, տվեցին Ալիևին։ Եթե դու քո ունեցվածքը դու ինքը չես կարողանում որոշել եւ տալիս ես այդ որոշման իրավունքը ուրիշին, ուրիշը ինչպես ուզում է դա տնօրինում է, նա քեզ չի տալու։ Չէ, հիմա հարցային մասին է, որ տերմինը որպես այդպեսին դուք պնդում եք, որ բոլորը այդ տերմինն են օգտագործում, բայց փաստաթղթերում այդպես չի գրված։ Էական չի փաստաթղթում ինչա գրված է, փաստաթղթում նկարագրված է մի process, որտեղ մեր օրենսդրությունը չի գործում, արտատարածքային իրավունքներ են տվել Ադրբեջանին, Ամերիկային, եւ դա հենց դա միջազգային տրամաբանություն է։ Մենք դրա անունը կարող ենք դնել թրիպ, կարող ենք դնել կանաչ ուղի, կարող ենք դնել այլ մոլորակայինների ճեմուղի, կարող ենք դնել ինչ ուզում են կարող ենք դնել, բայց դա ֆունկցիոնալ առումով դա միջանցք է։ Ճիշտ նույն կերպ ոնց որ Լաչինի միջանցքներ։ Հիմա անունը դրել ենք միջանցք, մենք ազնիվ ենք եւ մեր քաղաքացիների հետ եւ միջազգային հանրության հետ։ Իսկ Նիկոլը եւ Ալիևը այդքան էլ ազնիվ չեն հայերի նկատմամբ եւ ասում են տրիպ, անունը դրեք տրիպ։
Ոչինչ, խնդիր չէ, բայց փաստացինքը միջանցք է, չէ։ Փաստացին դեղից թուրքական գործոնն դեղից իր զենքը, զինամթերքը, ամեն ինչ ուզենա տանելու է, բերելու է, եւ մենք կողքից նայելու ենք ընդամենը։ Եվ ոչինչ չեն կարողանալու անել։ Դա չեղավ միջանցք, եղավ միջանցք։ Հիմա Նիկոլը գնացել է այնտեղ բանը հելել է ԵԱԿ-ը Մինսկի, այնտեղից ասում է, ինչու եք ասում միջանցք։ Այո, միջանցք են ասում, քեզ ինչ, հոգոն բա ինչ ասեին։ Էդ էլի հասկանում եք, պարզապես մեր քաղաքացիներն հիմարի տեղ են դրել, ուղղակի հելեն դեղից ասում է, մի ասեք միջանց, որ մերոնք չնեղանան։ Էդի դե դա ասելու բան է, էդի երկրի ղեկավարի ելույթ է։ Հələ նայեք ինչ փոքրիկ, նայեք ինչ գծուց մանրախնդիր նպատակներ ու խնդիրներ ա դրել իրան առաջ Նիկոլը գնացել ու մենք դրանից ինչ որ բան ենք սպասում։ Բա ինքը կդներ քարորիա պատերազմի զեկույց կբանկաներ կհրապարակեր իհարկե ոչ, բա ինքը ատոմական կսարքեր իհարկե ոչ, ինքը մեր տնտեսությունը կհզորացներ իհարկե ոչ, օլիգարխիկ տնտեսությունն է մեր տնտեսությունը, փոխվեց 18 թվականից հետո, չէ, նոր օլիգարխներ են, չէ, առաջանում, նայեն, մեկը կա այն Նիկոլա Մերս շրջանակի, ինչ մի հատ տես մեծ խոշոր բան կա, մեկը ասենց հոп առնում է, ոչ մեկ չի ասում, ախ, այս մարդուն էս փողերը որտեղից բան, մենք մի հատ $10,000 ավելի եթե հիշում եք գնում ես ուզում անել, բանկում ցանկացած են ասենք մեքենա ուզում գնել։ Գնում ես այնքան հարց են տալի Արցախյան, քեզ էս փողը որտեղից բան գնում, գարի թուղթ, բա պետքա հիմնավորես բան։ Բա մեկի մտքով չի անցնում, այդ մեր այդ Նիկոլա Մերս շրջանակները որտեղից էս միլիոնավոր դոլարների գնումներ են անում։ Դատարաններիններ մոռացաք։ Դատարանները հենց չեմ էլ ասում, հա, հələ Եվ դատարան, որը Աջապահյանին դատապարտեց։ Այո, դա ընդհանրապես էդի մեր դատական համակարգի ամոթն է, որ մարդը պարզապես իր խոսքի համար, հիմա ես ինչ որ բան խոսում եմ, այս նույն խոսքը կարող են նայել եւ հելեն ասեն, այս ինչ ասում Չէ, խոսքի տարբերություն կա, պարոն Սահակյան, եթե պետական հեղաշրջման կոչ եք անելու պետական հեղաշրջման կոչը որն է հիմա ազնիվ խոսքը նույնպես կարող է լինի պետական հեղաշրջման կոչ, եթե ասում ենք Նիկոլը Սրտախոսը, դա պետական հեղաշրջության պետական հեղաշրջման կոչ է, որտեղ Սրտախոսը չպետք է կառավարի պետությունը եւ պետք է ամեն ինչ անել այդ Սրտախոսին այդ իրավունքից զրկելու համար, չէ՞։ Հա, ստացվեց, որ մենք հենց ճիշտ բան խոսենք, ստացվել է պետական հեղաշրջման կոչ, հետեւաբար մեզ նույնպես կարող են ձերբակալել։ Ամփոփելով պարոն Սահակյան, Թրամփն է հիասթափված Պուտինից, արդեն երկրորդ անգամ է նա ըստ էության հիասթափություն ապրում եւ պարբերականները գրում են, որ ԱՄՆ-ն թույլ է տալու Ուկրաինային խոցելու Ռուսաստանի խորքերը, էներգետիկ ենթակառուցվածքները։ Սա գետնի վրա իրավիճակը փոխի, թե չէ։ Պուտինն ասում է, որ հեռահար այդ հրթիռների տրամադրումը որևէ վիճակ չի փոխի մարտական իրավիճակում, ճակատում։ Ագրեսորին պետք է ագրեսիվ մեթոդներով կանգնեցնել։ Եթե դու ագրեսորի շահերը սկսում ես գնալ հարցնել ինչ ա եղել, ոնց ա եղել, ագրեսորը դրանից ոգևորվում է եւ ինքը ավելի սանձարձակ գործունեություն ա ծավալում։ Դա մենք տեսել ենք Իդեմս Ալիևի, երբ որ այս 20 թվականի պատերազմից առաջ 16 թիվները հիշում եք, 16-ից առաջ այդ փոքր sense խմբերով անընդհատ քանի տարի, նայեք, դիվերսիոն ինչ-որ դիվերսիոն խմբերով էին ուղարկում բան, դրանից առաջ բանը ընդհանրապես մեկ մեր սպայի գլխատեցին եւ այլ, այսինքն մեր փոքրիկ բանը սկսում է ավելի ճիշտ այդ մեծ այդ ահռելի պատերազմը սկսում է այդ փոքրիկ գործողությունից։ Մի հատ էս փոքրիկ բան անում են, տեսնում եք հոդ ոնց էս արձագանքում։ Այդ արձագանքին ինչ որ լուծումներ են գտնում, ասում են մեծ ավելի մեծ քայլի, ավելի մեծ քայլի։ Այդ քայլից եթե մենք օրինակ Ռամիլ Սաֆարովին հենց Եվրոպային որևէ կերպ մենք իրան գլխատեինք կամ ոչնչացնենք կամ բերենք Հայաստան դատենք կամ շատ դաժան իր նկատմամբ վերաբերվենք կամ երբ որ գնաց Ադրբեջան այնտեղ հիշում եք որ Սերժ Սարգսյանը մեր Գորիկ Հակոբյանին այն ժամանակվա ազգային անվտանգության ծառայության պետներ ասեց ես քեզ բան sense հատուկ առաջարկ ունեմ բան մենք միևնույն մտածեցինք հեսա կարող է ինչ-որ հատուկ օպերացիա բան անեն էլի այ եթե մենք Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովին ոչնչացնեինք այսքան բան կարող է չլիներ հասկանում եք իսկ Ռամիլ Սաֆարովը քանի ապրում է դա նշանակում է ցանկացած մարդ կարող է ցանկացած հայ սպանել աշխարհի ցանկացած երկրում եւ բարձրաձայնել այդ մասին ասել Ալիևին Ալիևը իրան որևէ կերպ փողերով բան բնականաբար ոչ օրինական մեթոդներով կարող է բերել Ադրբեջան նրան հերոսի կոչում տալ առափառոք մարդը ապի այդ նշանակում է իմ հարցից պարոն Սահակյան որն էր ձեր հարցը իմ հարցը այո Թրամփի հիասթափությունը եւ Ռուսաստանի խորքերը հարվածելու այդ թույլտվությունը Իմ ասելիքը այն էր, որ եթե ավելի խիստ եւ ավելի դաժան մեթոդներով փորձեն կանգնեցնել Ռուսաստանին, բնականաբար այդ մեթոդները կաշխատեն եւ Ռուսաստանը մեկ անգամ ավել կմտածի Ուկրաինայի դեմ հարձակվելուց եւ նրանց կոտորելուց առաջ։ Ուշ չէ արդեն մտածելու համար։ Նայեցում տեսանկյունից ուշ Ուկրաինայի տեսանկյունից երբ որ նայում ենք ուշ է, շատ ուշ է, այնտեղ արդեն շատ մարդիկ են մահացել։
Եթե մեր տեսանկյունից ենք նայում, այդքան էլ ուշ չի, օրինակ Հայաստանի տեսանկյունից եթե նայում ենք, ամենևին էլ ուշ չի, ինչքան Ռուսաստանը եւ Ուկրաինան իրար հետ խրվեն այդ ինքնաոչնչացնող պատերազմի մեջ, Ռուսաստանը այնքան քիչ հնարավորություններ կունենա Հայաստանում ճնշելու ազդեցություններ եւ ավելի շատ ռազմական ինչ-որ գործողություններ անելու համար։ Ուկրաինան ըստ էության նաեւ պայքարում է մեր անկախության համար Ռուսաստանից։ Դա բացի այդ ռուս-ուկրաինական այդ պատերազմում մենք տեսնում ենք ռազմական մտքի եւ ռազմական գործիքակազմի զարգացում եւ թարմացում, թռիչքային զարգացում ենք տեսնում, որը մեզ, եթե մենք լավ ուսումնասիրենք, այ մեր գեներալները դրանով պետքա զբաղված լինեն, օրինակ Նիկոլը դրանով պետքա զբաղված լիներ, հա, թե ինչպես են այդ բաները, փոքր ռեսուրսներ ունեցող պետությունները, օրինակ Ուկրաինան անգամներով տասնյակ անգամ փոքր ռեսուրսներ ունի, քան թե Ռուսաստանը կարողանում է արդյունավետ պայքարել Ռուսաստանի դեմ։ Այդ դա ուսանելի օրինակ է, մենք դա պետք է սովորենք եւ դա կիրառենք մեր թշնամիների դեմ եւ այլն, այսինքն դա մեզ օգուտ է օրինակ այդ պատերազմը։ Եվ բայց այնտեղ նա կար նաեւ մեկ ցավոտ կողմ, շատ ցավալի կողմ, որը մեր ազգային դժբախտությունն է, երկու կողմից էլ մասնակցում են հայեր, մի կողմից օրինակ ուկրաինական կողմից ինչքան որ ինձ է հայտնի կամավոր հիմքերով մասնակցում պայքարել իրեն ազատագրելու եւ պայքարել իրենց տունը նվաճողների դեմ, հա, այսպես ասած, որտեղ ագրեսոր Ռուսաստանն է, անկախ ամեն ինչից։ Մյուս կողմից մարդկանց առանց կարծիք հարցնելու վզից բռնում տանում են ճակատամարտ եւ այնտեղ հետ գալու շանսերը շատ փոքր են եւ շատ չնչին, հա, բայց էական չի, երկու կողմից էլ հայեր են մասնակցում եւ դրանք են մարդիկ են ովքեր Արցախյան պատերազմին չմասնակցելու պատրվակով էին, հա, որովհետեւ երբ փախել գնացել էին Հայաստանից եւ հիմա ուրիշի պատերազմում մնում եւ մեռնում են, խեղվում են կամ չգիտեմ ինչ, հա, այս խնդիրը է, դրա մասին մենք պետք է մտածենք որպես հանրություն, դե որպես պետություն բարձրաց չեմ ակնկալում, որ Նիկոլը նման հարց կլուծի, բայց մենք որպես հանրություն այդ մասին պետք է մտածենք։ Օրինակ եւ երկու կողմից էլ նրանք այդ մեր հայրենիները, ովքեր մասնակցում են պատերազմին, արդեն մեծ փորձառություն ունեն պատերազմի եւ նրանց պետք է կարողանանք այնտեղից դուրս հանելու բան անենք, շանսեր գտնենք եւ հետ բերենք։ Որը կլինի դա, օրինակ, կարող ենք դրոններ արտադրել, երկու կողմին էլ վաճառել եւ փողի փոխարեն, ասենք այդ մարդկանց հետ բերել կամ որովե ինչ-որ բան անել, ինչ-որ լուծումներ անել, հա, կամ հիմա Հայաստանը օրինակ Ռուսաստանի տնտեսությանը սպասարկում է չիպեր միպերի բաներով։ Այդ դրա փոխան քեշ այդ փողը վերցնել փոխեն այդ մարդկանց հայերին պետքա վերցնենք բերենք, որովհետեւ թող չգնան եւ չմեռնեն, ասենք։ Պուտինի կամքի համար գնալ մեռնելը որս է, դա ոչ փառահեղ է, ոչ իմաստալից է, ոչ անիմաստ մահ է, հասկանում եք, անիմաստ մահ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքացու որոշում կուսակցության գործադիր մարմնի անդամ քաղաքագետ Հայկ Սահակյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։